Կառավարության աշխատանքից գոհ եք։ Իհարկե, այո։ Եթե հակառակ դեպքում ստեղ չէին կրվել։ Մասնավորապես կատարված որ աշխատանքներից եք գոհ, մի քանիսը կնշեք։ Հիմնականում, եթե մեր մարզով, մեր գյուղի տարածքով ասենք, ահռելի քանակությամբ աշխատանք է կատարվել, վարչապետը հիմնականում նշեց, առաջին հերթին ես շատ մեծ նախապատվություն, դա շատ մեծ նվաճում է Գանձակար Բերդ ավտոճանապարհը, իրականը դա դեռ 96 թվին Վանոն ու Լևոնը որոշել էին այդ ծրագիրը իրականացնեն, իտավով վերջում հասավ պարոն Փաշինյանի, իրագործվեց նրա կողմից։ Այսօրվա դպրոցը, որ նայում ես, երևակայ թե արտասահմանյան որևէ մի այդ դպրոցից հետ չի տարբերվում, ճանապարհներն, խնդիրները, որ կար նաև ծրագրեր, որ շարունակական մեր այդ գերեզմանների ճանապարհներն, որ ծրագրում կա, որ պետք է սարքվի, դրանք շատ կարևոր, անհրաժեշտ առաջնահերթ կարևոր հարցեր են, որը որ բնակչությանը եւ կապող է եւ հիմնականում պահող է։ Ասում է, չէ, սա։ Չէ, հիմա տեսեք, ասելը, նրանք ասում են ասելու համար, դիվիդենտներ ստանալու համար, նոր վարչապետը, որ ասում էր Կիրանցի համար, ես հաճախակի եմ եղել Կիրանցը, Կիրանցը ոչ թե անառիկ Բերդ է դարձել, այլ նաև դարել է տուրիստական կենտրոն։ Տավուշը պատրաստ է տեր կանգնել խաղաղության։ Ինձ թվում է մինիմալ է մի 80%, որտեղ տավուշ, այո, որովհետև արդեն ես կակնհայտ է արված աշխատանքը, ոչ թե ընդամենը խոսվում է, այլ կատարվածը արկա է։ Դա արդեն ինստինկտիվ պետք է որ մարդը գնահատի ու փառկացում էր տավուշցիներն շատ խելացի են, դա կարող են գնահատել։ Մի հարց էլ, իսկ ընդդիմության քարոզարշավին հետևում եք իրենց թեզերին, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների մասին հաճախ խոսում է Սամվել Կարապետյանը։ Այսօր քարոզարշավը ռադիոն էս միացնեն դա կա, հեռուստացույցն էս միացնեն դա կա, ինստինկտիվ գիտեք ինչից, պարզ ես մենակ մի բան ասեմ, շատ դեպքերում տհաճություն ես ապրում, երբ որ զգում ես, որ սուտ է խոսում։ Ես ինքս օրինակ կյանքում սուտ խոսացած չկամ, բայց որ տեսնում եմ սուտ են խոսում, դրանից տհաճություն եմ ես ընդհանրեն ապրում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։